ընդհանուր Հայաստանի տրամաբանության մեջ։ Հիմա տես շատ կարևոր մի հատ բան եմ ասում, հարգելի ընդդիմություն, ձեր ցավը տանեմ։ Ամենակարևոր բանը, որը տեղի է ունեցել Գյումրիի ընտրություններում, դուք հիմա չեք պահում։ Մենք վնեգլասնի, այսինքն չպայմանավորված ունեցել ենք կոնսենսուս իրար չխփելու։ Ունեցել ենք այդ կոնսենսուսը։ Հիմա եղել է մեկում մեջ մեկը մյուսին ինչ որ մի բան ասել է, բայց այդ ամեն ինչը շատ արագ մարվել է, այսինքն օրինակ, երբ որ իմ հանդեպ ինչ որ մի բան է փախե, ես տեսել եմ։ Ես ոչ թե պատասխանել եմ, այլ ես խաբար եմ ղրկել, ասել եմ, ասա էլ չանի։ Ու էլ չի արվել։ Այն մյուսն է, էլի եմ ասել, ասա էլ չանի։ Ու գլոբալ առումով ամբողջ քարոզարշավի ընթացքում այդ տեսակի մի 3-4 բան է տեղի ունեցել, հա, ու լրվել է։ Ինչ ենք տեսնում մենք հիմա, խփում են բոլորը բոլորին, ու այդ խփելու արդյունքում Նիկոլը շարունակում է անել այն, ինչ որ ինքը ուզում է։ Ըստ այդմ գուցե գլխավոր նախապայմաններից մեկը պիտի լինի այն, նաև սա վերաբերվում է նոր քաղաքական միավորներին կամ նոր հայտ ներկայացրած մարդկանց, հա, գուցե ի վերջո պետք է, լավ, եթե նույնիսկ մի սենյակում չհավաքվել ու չնստել մի սեղանի շուրջ ու չունենալ face to face հանդիպում, գոնե թե կարելի է ունենալ հետևյալ բանը, ախպեր, եկեք գտնենք այն տեղերը, որտեղ մենք կարանք իրար հետ համագործակցենք, բացառելով այն տեղերը, որտեղ մենք չենք կարող իրար հետ համագործակցենք ու իրար չենք բռնում։ Հիմա եթե կա մի քանի նպատակ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության փրկությունն է, որոնցից մեկը հայ առաքելական եկեղեցու փրկությունն է, դու միավստահաբար չես գտնի մի հատ ընդդիմադիր ուժ, որը կասի չէ, ես չեմ ուզում։ Հիմա կա չէ տեղեր, որտեղ կարելի է այդ ամեն ինչի արդյունքում համագործակցել։ Ու ի վերջո դուք պիտի հասկանաք, որ եթե դուք համապետական ընտրությունների եք պատրաստվում, կապ չունի արտահերթ թե հերթական։ Գյումրին օրինակ մեկը այնտեղն է, որտեղ դուք պարտավոր եք օրինակ շահագրգռվածություն ունենալու, որ այդ քաղաքը պինդ մնա, ձիգ մնա ու մնա ընդդիմադիր։ Հիմա ես ասում եմ պարտավոր եք, բայց արդյոք դուք դա գիտակցում եք ու դա անում եք։ Պնդում եմ, որ ոչ։ Պնդում եմ, որ ոչ։ Ինչ անում ենք, էլի մենք ենք անում տեղերում։ Ու եթե դուք ուզում եք այդ բանին, այդ պատմությանը, հա, ձեր մասնակցությունը ունենաք, դա ոչ թե պիտի ունենաք խառնակցությամբ, այլ պիտի ունենաք կոնստրուկտիվ։ Դուք պիտի ունենաք ստեղծարար բան, մասնակցություն այդ ամեն ինչի մեջ ու ամրապնդող մասնակցություն, այլ ոչ թե բա ինչ կարա լինի, ինչ ասես կարա լինի։ Հիմա այս երկրում ինչ ասես կարող է լինել։ Մենք մեր առումով փորձում ենք մեզ ձիգ պահել, պինդ պահել, իրար այդ կապը պաշտպանել, ինչով էլ կարող ենք օգնել կոմունիստական կուսակցության ֆրակցիային։ Շատ բանով չենք կարող, փաստ է, որովհետև հիմա կոնկրետ այն ինչ տեղի է ունենում, իրանց հետ է տեղի ունենում։ Իրենց մոտից են դեռևս մարտիկ տանում, հա, կալանավորում ու բանանում։ Հիմա մենք պինդ ենք մնացել։ Մենք փորձում ենք ինչ որ մի ձև նաև խոսելով, բացատրելով, քննարկելով, բան գտնել այս պայն, կստացի, ասեմ, լավագույն լուծումներ հասկացողությունը այնպես չի, որ շատ են։ Կան ինչ որ տարբերակներ։ Բայց ասածս ինչ է, նայ, եթե դու դիրքը գրավում ես, ուրեմն այդ դիրքը պետք է պահես։ Եթե դու դիրքը գրավելուց հետո թույլ ես տալիս, որ այդ դիրքը հանձնվի, կապ չունի ինչի պատճառով։ Բանը, մինչև բոլոր պուտի ատստուպլենիան փակել են, զենք հնարավոր չի հասցնել, մարդիկ մինչև վերջի զենքը պատրոնը կռիվ են տալիս, վերջում է իրենց, չգիտեմ, բան են անում։ Կապ չունի ինչի պատճառով, դիրքը գրավել ես, պետք է պահես։ Նիկոլը 7 տարի ներքաղաքականում այդ է անում։ Ինքը դիրքը գրավել է ու պահում է 1,000,000%։ Որտեւ եթե պետք է հետո չպահես այդ ողջ կորուստները, որ ունեցել ես ձեռք բերումից այդ դիրքից, գրավումից, դրանք առ ոչինչ են լինում, որտեւ վերադառնում ես այն նախկին կետը։